Բարև ձեզ։ Այս օրերին Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական քարտեզը նորից կրկին դարձյալ կարծես ակտիվ շարժման մեջ է։ Երևան, Բրյուսել, Վաշինգտոն, հիմա էլ Բեռլին։ Ծնվում են նոր փաստաթղթեր, ռազմավարական նոր օրակարգեր, որոնք նոր գծեր եւ նոր գույներ են հաղորդում Հայաստանի ապագայի խճանկարին։ Այս փաստաթղթերից յուրաքանչյուրը ինչ-որ չափով փոխում է նաեւ տարիներ եւ տասնամյակներ կարծրացած տարածաշրջանի քաղաքական քարտեզը։ Հայաստանի եւ Գերմանիայի միջև նախորդին ստորագրված ռազմավարական փաստաթուղթը վկայում է ոչ միայն այս երկու երկրների միջև հարաբերությունների նոր ռազմավարական մակարդակի մասին, այլև հստակ խոսում է այն մասին, որ Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա, խոսում է Հայաստանի եվրոպական ուղղության մասին։ Հենց այս ուղղությունն է, որ ներվայնացնում է Բաքվին, Բաքուն դժգոհ է այս շարժումից, Հայաստանի եվրոպական ուղղությունից եւ հայտարարում է, թե Հայաստան-Եվրամիություն մի քանի օր առաջ ստորագրված ռազմավարական օրակարգը, ռազմավարական փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին, ոչ ավել, ոչ պակաս։ Բայց սա դեռ ամբողջը չէ, Բաքվի մոտ որոշակի հարցեր են առաջացնում նաեւ TRIP նախագծի հետ կապված խնդիրները։ Բաքուն զարմանում կամ զայրանում է, որ Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի այդ փաստաթղթում հիշատակված չէ TRIP նախագիծը, փոխարենը խոսվում է Հայաստանի խաղաղության խաչմերուկի մասին։ Այնինչ TRIP-ը իրականում դառնում է հայ-ամերիկյան հարաբերությունների նոր մի առանցք, որի մասին նախորդին խոսել են եւ Հայաստանի վարչապետը Գերմանիայում եւ Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում։ Մինչ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը խոսում է հայ-ամերիկյան հարաբերությունների եւ TRIP նախագծի մասին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպում է ունենում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եւ քննարկում են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը եւ զարգացման հնարավորությունները։ Ընդհանուր պատկերը ամբողջացնելու համար պիտի խոսենք նաեւ Հայաստանի ներքին, ներհայաստանյան լարումներից եւ զարգացումներից, մասնավորապես եկեղեցու շուրջ սրացումներից եւ հնարավոր հանգուցալուծումից։ Այստեղ էլ այսօր նորություններ կան, մի քանի հայտարարություններ։ Այս հարցերի մասին ենք խոսելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, փորձելու ենք հասկանալ, թե որտեղ եւ ինչպես է ավարտվում Հայաստանի անցյալը եւ ինչպես է ուրվագծում Հայաստանի ապագան։ Սա ազատ զրույց Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Հայաստանի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուկասյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօր ինձ կարծես անսովոր է, չէ՞, որ զրույցը պիտի սկսենք ոչ եկեղեցու թեմայով։ Դուք էլ եկեղեցուն շատ եք անդրադարձել, բայց այսօր էլ պիտի խոսենք, բայց սկսենք Բեռլինից։ Ինչ կարելի ասել վարչապետի պաշտոնական այցի եւ ստորագրված ռազմավարական փաստաթղթի նշանակության մասին, դրա քաղաքական, տնտեսական, անվտանգային շերտերի եւ բովանդակության մասին։ Լավ է, ողջունելի է։ Դեռ մենք գիտենք, որ Գերմանիայի ուղղությունը մեզ մոտ ավանդականորեն շրջանցվել է, ինչ որ շրջանում նաև արհամարվել է, հիմքում դնելով ցեղասպանության մեջ Գերմանիայի մեր ընկալմամբ հանցակցությունը կամ մասնակցությունը, շատ նաև ներշնչվել, հրահրվել է նաև ռուսական պրոպագանդայով Գերմանիայից հեռու մնալու քաղաքականությունը, իհարկե օբյեկտիվ հիմքեր եղել են, բորբոքվել է, վերածվել է քաղաքականության եւ մենք գերմանական ուղղությունը շատ ենք արհամարել, ինչը լավ չի իհարկե, որովհետեւ պետությունները հույզերով չեն մտածում, պետությունը մտածում պետական շահերով։ Հիմա, քանի որ մենք եկել ենք այդ գիտակցության, որ գլխավոր ենք դիտում պետական շահը, ինչը շատ լավ է, պետությունը փորձում է այդ ուղղությունը եւս ակտիվացնել։ Իհարկե ուղիղ Գերմանիան է, բայց սա նաեւ Եվրոմիության հետ մեր հարաբերությունների համատեքստում նայենք, Եվրոմիության առանցքային պետությունների հետ Հայաստանի Հանրապետությունը կարևոր ռազմավարական գործընկերային հարաբերություններ է հաստատում, մեկը Ֆրանսիան է, որը եւ տնտեսական է, բայց գլխավորապես քաղաքական, ռազմական ուժն է Եվրոմիության, Գերմանիան էլ տնտեսական ուժն է, այս երկուսի ուսերի վրա է ամբողջ Եվրոմիությունը։
Հիմա այս երկու պետությունների հետ Հայաստանի Հանրապետությունը առանձին նաև ռազմավարական գործընկերային հարաբերություններ Ֆրանսիայի հետ շատ բարձր է, Գերմանիայի հետ եւ շարունակվում է։ Գերմանիայի հետ այս փաստաթուղթը կարծես առաջ ընկավ, չէ՞, Ֆրանսիայից։ Հանրային ընկալումներում սպասում ենք Ֆրանսիայի հետ։ Դե Ֆրանսիան մենք մեր պատկերացումը այն գլխից կա, հատուկ կարիք էլ չկա, այտենց ավելի բարձր մակարդակի պայմանագրեր չնայած կլինի, հարցը չի։ Բայց ամեն դեպքում Եվրոմիությունն է մեր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի բալանսի քաղաքականության տրամաբանության մեջ է պետությունը Հայաստանի իսկական ինքնիշխան պետության տեսք է ստացել եւ սա է որ նաեւ արտաքին աշխարհի կողմից գնահատվում է որտեւ հնարավոր չէ դուք լինեիք մենք Հայաստանի Հանրապետությունը լիներ մինչ հեղափոխական սյուզերեն կերպարով եւ Գերմանիայի հետ այսպիսի պայմանագիր կնքել, դա հնարավոր բան չի։ Այդ պետությունները գնահատում են ներ ինքնիշխան լինելու, դառնալու կամքը, դրա համար նաեւ սիրով են մեզ հետ այսպիսի համաձայնագրերի կնքում, ինչ շատ լավ է, շարունակել է ուղղությամբ։ Այսինքն կարելի է սրանից բխեցնել, որ Գերմանիան Ֆրանսիայի հետ միասին դառնում է Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանի գլխավոր գործընկեր ասեմ կամ հովանավոր ասեմ, սա մեկ եւ մյուս կողմից էլ սա նշանակում է Գերմանիայի ավելի ակտիվ ներկայություն մեր տարածաշրջանում։ Այո, Գերմանիան նայեք ակտիվ է եղել նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղեցման process-ների մեջ տարբեր ձևաչափերով Գերմանիան միշտ ներկա է եղել եւ հետաքրքրված է եղել։ Կարծեմ նույնիսկ այն ժամանակ, երբ որ շատ պետություններ այտենց հատուկ հետաքրքրված չէին Արցախի հետ կապված հարցերով, Գերմանիան ինքնորոշման իրավունքի մասին էր նույնիսկ խոսում ակնարկում, այսինքն իրենք այն գլխից էլ հետաքրքրված են եղել, ներգրաված են եղել նախ տարածաշրջանի պետությունների խաղաղեցման, բայց նաև մեզ հետ ռազմավարական գործընկերություն ունենալու ձգտումով եւ այո, այս երկու պետությունների հետ մեր համագործակցությունը հավանաբար իհարկե միգուցե ինչ որ մեկը գլխավոր է, ենթադրենք Ֆրանսիան, բայց այդ գլխավորին հավասար գլխավոր է նաեւ Գերմանիան, այս երկու պետություններով մենք Եվրոմիություն մտնելու մեծ հնարավորություն ունենք եւ մենք շարունակենք աշխատել այդ ուղղությամբ։ Հիմա բաստորեն Հայաստանը խորացնում իր հարաբերությունները Եվրամիության հետ, Եվրամիության առանձին երկրների, մենք այսօր կոնկրետ խոսում ենք Գերմանիայի մասին, իսկ մինչ այդ դեկտեմբերի 2-ին էր կարծեմ ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգի այդ փաստաթուղթը, ինչը դժգոհություն է առաջացրել Բաքվում։ Ինչի է Բաքվում դժգոհ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացումից։ Երբևէ տեսել եք, որ Բաքուն դժգոհի Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից։ Չէ, իհարկե կողջունել։ Այդ հարցը ներքին ընկալում ունի եւ նաեւ արտաքին արձագանք։ Մեզ մոտ մի հատված կա, որ համառորեն շարունակում է չհավատալ, որ Հայաստանի Հանրապետությունը տարբեր ազիմուտներով աշխատում է։ Այտենց մի հատված կա, որ շարունակում է Հայաստանին մեղադրել ռուսական ուղղության, սյուզերեն ուղղության մեջ մնալու քաղաքականություն վարելու մեջ հիմա այս իրենց ապացույց էլ այդպես բաներ կա, որ մի քիչ մարդ ազնիվ լինի, խաբելուց էլ պետք է ինձ խաբեք, որ մի քիչ հավատալու լինի, էլի, այդպես շատ են կեղծավորություններ անում։ Այս ընդհանրապես մեր ներքին լսարանի համար թող հասկանա պետության քաղաքականությունը, իսկ հա մնացածն էլ պարզ է, որ նայեք, մենք Բաքուն ճիշտ մոդելավորենք։ Հիմա էլ իհարկե Հայաստանում մի հատված կա, Բաքվի ռեկլամն է անում, որը ինքն է խաղաղություն ուզում, բայց տափակ դուրս մի տվեք։ Նաև այդպիսի մարդիկ, այդպիսի մտածողության մարդիկ կան նաև իշխանության մեջ։ Տենց Բաքվի խաղաղասիրության մասին որ թողես խոսեն, այտենց չի։ Այդ պետությունը ոչ մեզ այդ խաղաղությունն է ուզում, ոչ իրեն ասել են կուզենաս, ոչ հավես ունի խաղաղություն, այդ պետությունը այդպիսին է։ Ինչու է այդ դրա համար պիտի նկատի ունենանք, ինչու է այդ պետությունը եկել մեզ հետ խաղաղության, ճնշում կա, ճնշում, որտեղ դուք տեսնում եք, որ այսքան բանի հասել եք տառապանքով, չէ՞, տառապանքով է սա ինչը ձեռբեր, բայց մեկը էլի միտեղից կծում է, միտեղից համաձայն, նշանակում է այդ պետությունը չի ուզում խաղաղություն, այսինքն սա մենք պետք է նկատի ունենանք։ Ադրբեջանի վերաբերյալ Հայաստանում հանկարծ տափակ պատկերներ չձևավորեք։
Թողեք օբյեկտիվ լինենք, որ ճիշտ լուծում որոնենք, որտեղ եթե դուք օբյեկտիվությունը փակում եք շղաշով, մենք սխալվելու ենք մեր վերլուծության մեջ։ Դա մեզ էլ ձեռնտու չի։ Իհարկե, հա, ժողովուրդներին խաղաղացնելու համար երբեմն պետք է ինչ-որ դետալներ, որտեղ ամեն դեպքում ժողովուրդներին խաղաղացնել ամենադժվար գործն է։ Պետությունները կարող է պայմանավորել խաղաղվել, ժողովուրդները մնան թշնամի, շատ դժվար է։ Իմպուլսներ պետք են, որ ժողովուրդները մի քիչ խաղաղվեն եւ հարաբերությունների մինիմումի գնան, բայց ճիշտ պետք է վերլուծեք։ Այդ պետությունը չի ուզում, դրա համար ամեն անգամ կմխտռի։ Եվրոմիության պայմանագրի մեջ ամեն ինչ իդեալական լիներ, կասեր, գիտեք, ինչ ամենից իդեալական էր, բայց լավ կլինի մի հատ էլ կետ իմ կողմից ավելացնեք։ Ինչ ուզեք, կասի, կմխտռի այդ պետությունը այդպեսին է։ Բայց դե մենք հասկանանք ազդեցություն չունի, թե չէ, հա, մխտռել ճիշտ է, մխտռում են, լավ չի, ձևացնում են։ Եթե ազդեցություն չունի, ձեր բառապաշարով ասեմ, մխտռելու իմաստը ո՞րն է։ Տարբեր, գիտեք ոնց է, իրենք մեր նման չեն աշխատում։ Այդ պետությունները երկար աշխատել գիտեն, ներվերի վրա աշխատել գիտեն, պրոցեսները ձգձգել գիտեն, մեր նման չէ, հոգնել չգիտեն, օրինակ մենք հոգնել գիտենք, իրենք կարող են 40 տարի, ասենք այս խաղաղության պայմանագիրը ձգեն իրենք։ Դա իրենց բնավորությունը, ինչու, որովհետև օրինակ միգուցե ինչ-որ մի պահի, ասենք ինչ-որ նոր իմպուլսներ իհայտ կգան աշխարհակարգի մեջ, որ իրենց ձեռնտու կլինի, չեն գնա խաղաղության պայմանագիրը կնքելու, մխտռեն պրոցեսը, ժողովուրդները նորից փոթորկվեն, նորից ասեն, արա դե չի լինում էլի, զզ վծրիկ թողեք, չի լինում ձեր խաղաղության պայմանագիրը, բայց եթե հանկարծ ժողովուրդները այդպես որոշում կայացնեք, այդ ժողովրդին տառապեկել, թարս ծնվեկել, գլխի վրա կանգնեք, չեք կարող հետ բերեք, նորից խաղաղության օրակարգ։ Այսինքն ինքը սա է անում, հնարավորություն որոնել, նաև ժողովուրդներին բորբոքել, ժողովուրդն ասեն դե օրինակ, ասեն չի լինում, այդ ինչ ասում եք սուտ է, չի լինում օրինակ էլ, այսինքն իրենք sense բացիլներ են որոնում, որ չկա, բայց ինքը աշխատում, իրենք թուրք են, այդ ժողովուրդը աշխատում է, այդպես դա հասկանալի չի մեզ համար, օրինակ մենք մեր քաղաքականության մեջ անկեղծ ենք։ Հայաստանի Հանրապետությունը անկեղծ է, ասում ուզում է խաղաղություն, ինչ անում է անկեղծ անում է բացահայտ, չի խափում աշխարհին, չէ՞։ Իրենք այդպես չեն, իրենք ձևացնում են դա։ Իրենց ասածը ինչ է, իրենք ինչ են հակադարձում, եթե ասում են դուք անկեղծ եք, անցյալի հակամարտության այդ տարերը ինչ եք վերակենդանացնում, ինչ եք այսօրվա խաղաղության այդ միջավայրին հակասող բաներ գրում այդ փաստաթղթի մեջ, իրանց ասածն են ասում։ Դա ասում են տեղահանություն եք օգտագործում, տեղահանված է, մարդիկ ասում են իրենք կամքով են գնացել, որովհետև չեն ուզեցել Ադրբեջանի այդ ինտեգրման այդ ծրագրին մաս կազմեն եւ այլն։ Ասում են գերիների մասին է խոսում, ինչ գերի ռազմական հանցակ, այսպեսի բաներ են։ Իրանց տեսակետից նայում ես ինչ որ ճիշտ մտահոգվելու առիթ ունեն, թե շանտաժ են անում։ Չէ, չունեն իրենք մտա, իրենք սուտ են ասում։ Նախ դրանք հռչակագրային տեքստեր են, բան է, խոսքի ասում են, էլի։ Օրինակ Լևոն ընդհանրապես միջազգային իրավունք տեքստեր, հռչակագրեր, դրանք միջազգային հարաբերությունների մեջ չկան նշանակություն։ Օրինակ միջազգային իրավունքի հետ կապված Լևոն Շանթը ինչ էր ասում, ասում է դե միջազգային իրավունք կա, բայց աշխատում է թե չէ, ասում է դա նույն բան է, ոնց որ ասենք ես ասում եմ ձեր խոնարհ ծառան, բայց դա ձեր խոնարհ ծառան չեմ, բան է ասում ենք էլի։ Նույնն էլ ասում եմ միջազգային իրավունքն է, հա կա հռչակագրեր են ասում են, բայց դա ազդեցություն ինչ։ Նախ այդ հռչակագիրը Եվրոմիությունն է արել, իրենք թող գնան Եվրոմիության դեմ բողոքեն։ Ես ենթադրում եմ Հայաստանի Հանրապետությունը հավանաբար նաև կուզենար, որ սուր կետեր չլիներ, որ չվնասեր այդ խաղաղության գործընթացին։ Դե Հայաստանի Հանրապետության համար խաղաղության գործընթացը շատ կարևոր է, որովհետև դրանից է շատ բան կախված։ Դրանից է կախված մենք Եվրոմիությանը կանդամակցենք, թե այսինքն կարող է շատ կախված չի, բայց կազդի այդ process-ի վրա, դրանից է կախված թրիփը կաշխատի, լավ կաշխատի, թե չէ, ներդրումներ կլինեն, թե չէ, այսինքն դա շատ կարևոր բան է մեզ համար։ Դից իրենք, հա, իրենք ինչ ուզում են, նախ իրենք տեղահանել են, այդ ինչ ուզում են հեքիաթ թող պատմեն իրենք հիմա կանգնել են աշխարհին խափում են, բայց այդպես չի էլի։ Իհարկե
թուրքական ավանդույթ կա մեջը, իրենք աշխարհին կանգնեցնում են փաստի առաջ, հետո ասում են դե եկեք տենանք ոնց ենք, լավ դե մե եղել է, ոնց որ ցեղասպանություն, դրեցին ցեղասպանացին, ասին դե լավ մե եղել է, եկեք տեսեք ինչ ենք անելու։ Նույնն էլ հիմա է, տեղահանությունը արեցին, ասին լավ հələ կավա տեղահանություն չի, եկեք տեսեք ինչ ենք անել, թուրքական բնավորությունն է, փաստի առաջ կանգնացել, ասել դե լավ եղել է, եկեք լուծում որ։ Բայց իրականում էլի եմ ասում, իրենք ազնիվ չեն, իրենք անկեղծ չեն, իրենք տեղահանել են այդ ժողովրդին։ Դրա համար Եվրոմիությունը արձագանք կա։ Եվրոմիությունը ինքը պետք է նկատի ունենա։ Ինքը կարող է գիտի բան հանուն Ադրբեջանի կամ հանուն Ադրբեջանի չուզած խաղաղության պայմանագրի Եվրոմիությունը ձեն չի անելու, հանելու է։ Դու Եվրոմիության քաշի պետություն չես։ Եվրոմիությունը արժեքներ ունի։ Նրանք թեկուզ գոնե ձևական այդ արժեքները պետք է պահեն։ Գոնե ձևական մարդու իրավունքների մասին պետք է խոսեն։ Հետևաբար ինքը Եվրոմիության չի կարող խորհուրդ տալ։ Բայց էլի, եթե ազդեցության տեսանկյունից նայենք, էլի մեծ հաշվով դա ազդեցիկ տեքստ չի։ Այս Բաքվի դժգոհությունների Հայաստան Եվրամիություն օրակարգի հետ կապված, թրիպի հետ կապված իբր թե ծագած հարցերի տողատակերում, կամ ասեմ տողատակերում, չեք տեսնում մի միտում, որ ներկայացնել Հայաստան Եվրամիություն ռազմավարական օրակարգը որպես վտանգավոր հակակշիռ իրենց կողմից, էլի վտանգավոր հակակշիռ օգոստոսի 8-ի Միացյալ Նահանգներում ձեռք բերված համաձայնություններին, այսինքն Միացյալ Նահանգներին ասեմ, տեսեք, սա Հայաստանը ինչ-որ վտանգավոր հակակշիռներ է ստեղծում։ Այո։ Փոքր դադարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքասյանի հետ, մենք խոսում էինք արդեն Հայաստան Եվրամիություն ռազմավարական օրակարգից Ադրբեջանի դժգոհությունների մասին եւ անցանք այդ դժգոհությունների տողատակերին։ Այո, ճիշտ է։ Միգուցե իրենք նպատակադրում ունեն Եվրոմիության մեր ուղղությունը հակադրել ամերիկյան ուղղությանը, ոչ թե հատուկ Թրամփին, այլ ամերիկյան ուղղությանը։ Հա, բայց իրենք գիտեն, ասենք, բանը ամերիկացիները իրենց խելքի ունեն, էլի, ասենք Ամերիկայի նախագահի խորհրդականը Քիսինջերն է, ենթադրենք, կամ Քիսինջերի նման մեկն է։ Ինքը գիտի ոնց որ Հայաստանում է եղել, ասենք, նախագահի խորհրդականը, նախագահի հորոխբորտեղեն է, ինչ խոսա նախագահը պետք է հավատա, այնտեղ աշխարհի ստրատեգներն են նստած, քո ասելով չի, նրանք կարող Հայաստանի քաղաքականության վերաբերություն չունեն, չգիտեն հակասություն կա թե չկա։ Բայց չկա իրականում հակասություն չկա, ընդ որում ասեմ նաև Հետո մենակ Ալիևը չի այդ հակադրությունն անում, մեզ մոտ էլ հակադրողներ կան, եվրոպական ուղղությունը, ամերիկյան ուղղության, որ չկա հակադրություն, կա համադրում, ներդաշնակ ենք մենք աշխատում բոլոր ուղղություններով։ Բայց մի հատված կա ամերիկյան ուղղությունը փչացնելու համար եվրոպական ուղղությունն է գովում, հետաքրքիր է ինչու։ Մի հատված կա բան են արել, տեսեք մեծ տեխնոլոգիա կա, շարը գցում են Թրամփի վրա, ասում են, ինչ որ կա, Թրամփն է, ամերիկան չի։ Թրամփին էլ ասում են, Թրամփը բիզնեսմեն է ջոգում քաղաքականությանը, ջրում են process-ը գնա։ Այս ամերիկյան ուղղության դեմ աշխատողներ, Եվրոպամետ աշխատողներ կան։ Տենց եվրատլանտյան աշխատողներ էլ կան ամերիկյան ուղղության վրա։ Ինչու է շատ կենտրոնացել ամերիկյան ուղղության վրա աշխատելը, որտեղ ամերիկյան ուղղությունը ավելի ուժեղ է։ Տարածաշրջանում հարց լուծողը ավելի շատ ամերիկյան թրիփն է։ Իհարկե տնտեսական շատ ուրիշ հարցերով Եվրամիությունը շատ կարևոր է մեզ համար եւ մենք պիտի գնանք դեպի Եվրամիություն, բայց այս ուղղության ուժը, չգիտեմ, էլի, պիտի բաները կա քննել, էլի։ Դե համար հա հակադրություններ կա, Ալիևն էլ է, տենց մխտերում է, բան կա, Եվրոմի չի հակասում, ոչ մի հակասություն չկա, մենք լավ ենք աշխատում, մենք գնում ենք համադրման ուղղությամբ, մեր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ բալանսի քաղաքականությունը, ուժերի հաշվեկշռի քաղաքականությունը արտաքին աշխարհի կողմից ողջունելի է։ Դրա համար է, որ դուք օրինակ այստեղ թրիփ ունեք։ Եթե Հայաստանը վարեր օրինակ օրիենտացիոն քաղաքականություն, դիմաշրջումների քաղաքականություն, թրիփ չէր գալու։ Սրանք եկել են, որովհետև Հայաստանը ներդաշնակման քաղաքականություն է, որ ինչ շատ ճիշտ է։ Թրիփի շուրջ աշխատանքները կարծես թե արդեն թափ են հավաքում, աշխատանքային խմբերը հանդիպում են, արդեն նիստեր են գումարելու եւ այլն եւ այլն։ Իսկ այս համատեքստում ինչ քաղաքական կշիռ ունի
Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունը այն մասին, որ ասում է Հայաստանի հետ ստորագրեց փոխըմբռնման 3 հուշագրեր, Թրամփը Հայաստանի հետ ստորագրեց 3 փոխըմբռնման հուշագիր, որոնք նախանշում են Հայաստանի դերը որպես տարածաշրջանային առաջատար։ Այո, դե process-ները շարունակվում են, դրանք իմպուլսներ են կողքից եկող, նախ մեր հասարակություններին ուղղված process-ին արագացում հաղորդելու ակնհայտ է, որ process-ը գնում է։ Իհարկե, միգուցե մենք ուզում ենք շատ արագ լինի, բայց դրանք տեկտոնական շարժեր են։ Մենք պետք է նկատի ունենանք, որ մեր կյանքում, մեր տարածաշրջանում լրիվ նոր բան է տեղ ունենում։ Մեր տարածաշրջանում այսպիսի բան չի եղել։ Իհարկե, ժամանակին եղել է Անգլիա, մի 2 տարի մնաց մենք բոլշևիկներով տապալեցինք, ճանապարհեցինք։ Բայց իրականում այսպիսի ներկայություն Հայաստանի ինքնիշխանության այսքան բարձր լինելու կարգավիճակ չի եղել։ Մենք տարածաշրջանում ճեղքումներ ենք անում, ռուս-թուրքական բանաձևեր ենք ճեղքում, դա հեշտ չի։ Դա հսկայական աշխատանք է պահանջում, նյարդեր, մեծ գիտելիք, ժամանակ եւ ռացիոնալ դատողություն։ Եվ հիմա, այո, կա Եվրոմիությունը, սա այստեղից է բրդելու խաղաղության պայմանագիրը ինչքան մոտեցավ, այնքան սահմանների բացման հարցը շատ կդրվի, Ադրբեջանի հետ արագ կբացվի, հետո Թուրքիայի հետ սահմանը բավարար թարիպը չի եկել ստելար վիմանա, դա պետք է գնա, չէ՞։ Դա Ամերիկան է, կստիպեն նայել սահմանը կբացի, այսինքն լուրջ process-ներ են։ Ընդհանրապես, եթե Ադրբեջանը շատ համառեց, իր վրա ճնշումը շատ մեծ է լինելու։ Ինքը հիմա իհարկե գլխից դուրս բաներ է խոսում, բայց ինքը օրինակ ամերիկյան ռազմավարական միտքը լավ կամ չգիտի, կամ էլ ձևացնում են, որ չգիտեն։ Եթե իրենք մի քիչ էլ շարունակեն համառ, իրենք պետք է իմանան մի բան, դա Ամերիկայի բնավորություն է, որևէ նավթային պետության կողքը մի հատ ուժեղ պետություն է սարքում Ամերիկան։ Չափները անցնեն, մենք այդ պետությունը կդառնանք։ Բայց հիմա չգիտեմ, այդպիսի խնդիր կա թե չկա Ամերիկի կողմից դրված։ Նկատի ունենանք, որ մեր գլխավորապես գնահատելի է դեմոկրատական պետություն լինելու ձգտումը եւ պոտենցիալը, որովհետեւ տարածաշրջանում այս պահին ամենադեմոկրատական պետությունը Հայաստանի Հանրապետությունն է։ Շարը գցել են Վրաստանի վրա, հիմա էլ այս Վրաստանի մի հատ վարչապետով ասում են այտենց չի։ Վրաստանը այն գլխից էլ մեզ հետ համեմատելի չի եղել դեմոկրատական դառնալու պոտենցիալով։ Նաև Միջին Ասիայի ուղղությունը կա, որ մենք խի գնացինք Միջին Ասիա, տենց պետական շքանշան հանձնվեց, այստեղ Ամերիկան կա տակը։ Այսինքն մեր նշանակությունը աշխարհաքաղաքական շատացել է։ Այն ժամանակ էլ այդպեսին եղել, պարզապես մենք ինքնիշխան չենք եղել, որ դա գնահատվի։ Իսկ հիմա ինքնիշխան ենք, արդեն մենք հասկանում ենք մեր աշխարհագրությունը ինչ նշանակություն է արտաքին աշխարհի համար։ Դրապես ինչ ասեմ, սրանք իմպուլսներ են անընդհատ, վաղն էլ ուրիշ մի հատ դեսպան կխոսի, իմպուլս կհաղորդի, մյուս օրն էլ Թրամփը կխոսի։ Այսինքն բոլոր միտումները դրական են մեզ համար։ Հետաքրքիր զուգադիպությամբ, երբ որ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը խոսում է հայ-ամերիկյան հարաբերությունների եւ TRIP-ի մասին, որպես հայ-ամերիկյան համագործակցության նոր առանցք, վարչապետը Գերմանիայում Եվրամիության անդամ երկրների ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրում նաև խոսում է TRIP-ի մասին, հաղորդումների ապաշրջապատման եւ ելի հարցերին ընդհանուր մինչեւ եկեղեցի, դրան կանդրադառնանք, իսկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպում է Հայաստանի առաջին նախագահի հետ քննարկելու հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը եւ զարգացման հնարավորությունները։ Սա ինչ մեսիջ է։ Դե նկատի ունենանք, որ Ռուսաստանն էլ է համառ պետություն, իհարկե ինքը աշխարհի հետ խնդիրներ ունի, բայց ունի այդ պետությունն այդպեսին է, ինքը կարող է աշխարհը խառնել իրար, մի հատ Ռուսաստանն է, տեսեք, սա խառնել է իրար, Ուկրաինա, Վրաստան, ինչ ուզում անում են։ Մենք Ռուսաստանը նայեք, վերլուծում ենք հայկական մտածողությամբ, հայ ուղեղով, բայց եթե ռուսի ուղեղով մտածենք եւ հայ ուղեղով մտածում ենք, ասում ենք, էսի չի դիմանա, ենթադրենք, բայց ռուսի ուղեղով որ մտածում ես, ցելը որ դիմանում են, խառնում են եւ հիմա շարունակում են իրենց համառ քաղաքականությունը։ Ռուսները ընդհանրապես մեզ հետ միշտ փորձել են զարտուղի ճանապարհներով միջպետական հարաբերությունը շրջանցեն, ուրիշ մարդիկ գտեն, դրանցով պետության վրա ճնշում բերեն, դրանցով քաղաքականություն բրդեն, ժողովրդի հետ աշխատեն։ Դրա համար գնացել են մի հատ նախագահ ինքը 400 տարեկան
40 տարի առաջ մտ նախագահ է եղել, օրինակ ես բաներ կա իրական լավ չեմ հասկանում, ասենք ինչի եք հանդիպում այդ նախագահը, 40 տարի այդ մարդը նախագահ չի այս երկրում, դուք ինչի եք այդ մարդուն գնացել հազիվ տնից պարկած անել բերել, դա նկարվել է դռան դեմ, հազիվ էլ կանգնած է, ինչի համար, այսինքն նպատակը մխտարելն է, Այդտենց է գնացեք մեր հին թագավորների հետ, գերեզմանոցներում կանգնեք նկարվեք, հանդիպում։ Այդ մարդը մեր քաղաքական կյանքում գոյություն չունի, մի անգամ կյանքի մեջ, մի անգամ նախագահ է եղել։ Գրել են անընդհատ առաջին նախագահ, ով ասես գնում տնից հանում, հետո նկարվում, այսպես բաներ է խոսում, այգեզի բան։ Ձեզ ընդհանրապես նախագահ, մի անգամ նախագահ եք եղել, հենց գնացեք, ինչ եք ուզում։ Մեկը դա մեր ժողովրդի մեր բնավորությունն է։ Մեկը մի անգամ վարչապետ է եղել 4 օր, ասենք ամբողջ կյանքը որպես նախկին վարչապետ ինքը ման է գալի։ Այն մեկը նախարար 3 օր, ասենք որպես նախկին նախարար ման է գալի։ Դիտոսները վերցնում գնում են տուն։ Ուզում ասեմ, այդպես պրակտիկա, ես չգիտեմ աշխարհում կա թե չէ, ասենք Ֆրանսիայում Հիմա մեկը, չգիտեմ, ում հետ է, Օլանդի հետ գնա, ռուսները Օլանդի հետ հանդիպեն, ինչի համար, նախ ինքը իրեն թույլ չի տա, որտեղ ինքը իր պետության քաղաքականությունից դուրս է մնացել, այսինքն ինչ ես ուզում դու, ինքը պետք է չհամաձայն, բայց ինչ է, զուգահեռ ուղղությունը մխտարելն է, մեր երկրի քաղաքական կյանքը, ռուսները ուզում են ասեն, մենք ունենք պաշտպաններ, մենք ունենք սիրահարներ, ընդ որում Լևոն Տեր-Պետրոսյանը ինքն էլ իր սիրահարներ ունի, չէ՞, Հայաստանում, դե կունենա էլի, այդ աղանդի ներկայացուցիչներ կան, Հայաստանում քաղաքական աղանդներ կան ձևավորված, որից գլխավորներից մեկը ինքն է։ Այդ հատվածին իրենց հետ կպահեն, կձևացնեն, որ Հայաստանում քաղաքական ուժեր կան, որ չէ, իրենք հետաքրքրված են լրիվ ուրիշ ուղղությամբ, չգիտեմ, որոնք իրենցից ինչ-որ բան են ներկայացնում։ Այսինքն պետության արտաքին քաղաքականությունը մխտարում են, պետության արտաքին քաղաքականության ուղղությունները թիրախավորում են, չգիտեմ, այս ուղղությամբ աշխատում են, էլ ինչ է, նպատակը է։ Դուք խոսում եք առաջին նախագահի մասին որպես անցյալ պատմություն, անցյալ ժամանակների պատմություն, բայց գուցե Ռուսաստանի հաշվարկներն այլ են, ինչպես դուք եք ասում, իրենց տեսակետով, իրենք գործ ունեն մի մարդու հետ, որ այսօր էլ կուսակցության նախագահ է, իրենք գործ ունեն մի մարդու հետ, ով մեծ հեղինակություն ունի, եւ այդ հեղինակությունը կարող է ազդեցություն ունենալ հանրային տրամադրությունների վրա, փոխել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հանրային տրամադրությունների եւ այլն, այսպիսի բաներ չկան։ Հա, կա, կարող է իրենք մտածում են, պարզապես Էդի որ բանաստեղծներից ասում, եւ դարից երկար փչում է օդը, ասենք բան է, օրը ասենք 1000 տարեկան է, հələ անվան ինչ-որ արձագանքներ կա, բայց դրանք արձագանքներ են։ Մի քիչ էլ ռեկլամ են անում։ Իրականում ինքը այդ ազեցիկ ֆիգուրը չի, բայց քանի որ առաջին նախագահ տերմինը կա, դա մի քիչ էլ բորբոքում են, ռոպագանդային անում, սա էլ տեղից չեղած հելում կանգնում ինքն էլ է բորբոքում, որպես ֆիգուր ներկայանում է։ Պարզապես իրենց հաշվարկներն է սխալ։ Ռուսները նայեք, մեր ժողովրդի տրամադրվածությունը անտեսում են։ Եվ դրանից դուրս անում են դատողություններ, դրա համար սխալվում են, հաշվում են նախագահ է, սիրահարներ ունի, մեր ժողովուրդն էլ աղանդներ սիրել գիտի, մենք գիտենք աղանդներ սիրել, դրա համար մտածում են դա հնարավոր է դրանով բորբոքել, էլի անընդհատ ինչ-որ հեղինակություններ որոնել, որտեղ Ռուսաստանը ինքը այստեղ հեղինակություն չունի, ռուսական քաղաքականությունը Հայաստանում ձախողվել է, ռուսները իրենց ձախողել են, դրա համար իրենց ներկայությունը այստեղ ապահովելու համար գտնում են ինչ-որ մարդիկ, իրենց մարդիկ, դրանք իրենց մարդիկ են եղել, մի մասը մի քիչ փչացած չի, մի քիչ հեղինակություն, դրանցով բորբոքում են քշում են մեր վրա, ուրիշ բան չկա։ Քիչ առաջ ասացիք, թե Հայաստան, Ռուսաստանը այս միջպետական հարաբերություններում որոշակի խմբագրումներ է փորձում անել կամ միշտ է այդպես վարվել, ոչ թե պետական մակարդակով, այլ ինչ-որ առանձին մարդկանց, առանձին խմբերի եւ այլն, եկեղեցուն այդ ձեր ասած շարքում է։ Այո, այսինքն ինքը ունի իրեն հարմար ինստիտուտներ, իրենք երբեք տեսեք, եթե դուք ռուսերին նայեք, իրենք երբեք չեն ասում Ռուսաստան-Հայաստան հարաբերություն, ասում են հայ-ռուսական հարաբերություններ, այդպես պետությունը իրենք շրջանցելու ձևեր գիտեն, դիսկուրսի մակարդակով, հարաբերվելու մակարդակով, գտնեն մարդ, գտնեն ինստիտուտ, շրջանցում են անընդհատ։ Դա իրենց բնավորություն է։ Իհարկե ձևական կողմը կպահեն, միջպետական կհանդիպեն, բայց տակից իրենց խորքային աշխատանքը պետական ինստիտուտները շրջանցելն է, որից մեկն էլ հիմա մեր կարևոր
ազգային ինստիտուտներից մեկի եկեղեցու հարցն է, որ բորբոքել են 2-3 տարի է եկեղեցով են գրոհում, որտեղ անհատներով չի լինում, քաղաքական ուժերով չի լինում, հաշվել են, որ եկեղեցով պետք է անեն, որտեղ եկեղեցով հնարավոր է։ Մեր ժողովուրդը քրիստոնյա է, շատ է կապված իր եկեղեցու հետ, հնարավոր է այդ հանգամանքը օգտագործել, բայց տեսնում այդ հանգամանքն էլ չի աշխատում, որովհետև այն մարդիկ, որոնք այդ ինստիտուտները ուզուրպացրել են, դա կլինեն ժամանակին պետական ինստիտուտները, հոգևոր ինստիտուտները, այդ մարդիկ մեր ժողովրդի մոտ հեղինակություն չունեն։ Թե չէ ինստիտուտի հեղինակությունը շատ բարձր է, պարզապես ինստիտուտում հեծնածների հեղինակությունը բարձր չի։ Եվ իրենք լավ չեն վերլուծում։ Եվ ռուսները շատ պարզվում է, այտենց ռուսները իհարկե համառ են, բայց խելքի հարցով այտենց ինչ-որ խնդիր կա։ Ռեկլամ արված է, որ իրենք եսիմ ովքեր են ռուս, բայց այդքան էլ է տես չի իրականում էլի։ Եթե այդքան խելք ունենային, բան չէ, Ուկրաինայում չէին խրվի։ Ես հիշեցի, որ ասում են սիլը есть ումանին։ Հա, եւ հենց այտենց էլ կա, ճիշտ է, եւ իրենց մշակույթից բխող բան է դա։ Հիմա այս պատմությունը ինչի մասին է, կինոն ինչի մասին է եկեղեցու շուրջ, այս նկարահանվող կամ ցուցադրվող եկեղեցու կանոններին համապատասխանեցնելու մասին է, եկեղեցու կանոններին համապատասխանեցնելու մասին է, թե եկեղեցու վրա ազդեցություն գործելու մասին է, իշխանությունների կողմից, թե եկեղեցուն որպես քաղաքական ընտրական գործոն չեզոքացնելու մասին է, եւ ինչպես է ավարտվելու։ Մեր ինչ որ մենք ենք նախաձեռնել, մեր եկեղեցին իր իրական կերպով, իր բարձրությամբ, իր մաքրությամբ մեր ժողովրդին վերադարձել է որպես ազգային ինստիտուտ, որպես նաև հոգևոր անվտանգություն ապահովող ինստիտուտներից մեկը, որպես մեր պատմություն, մեր մշակույթ, մեր ճարտարապետություն եւ այլն, մեր դավանանք, ամեն ինչ, մեզ վերադարձնելն է իր մաքուր կերպարով։ Մյուս հատվածի նպատակը եկեղեցին պահելն է հետեւյալ կերպ՝ հեռու ժողովրդից, եկեղեցի ժողովուրդ հոգևոր կապի այլասերում, նաև այլասերում եկեղեցու ներսում, նաև այդ եկեղեցին ծառայեցնել օտարի ճորտությանը, ինչը որ արվել է, որովհետև այս մեր ղեկավար դասի մի հատվածը մեր եկեղեցին մեզ չի ծառայեցնում է օտար պետության շահերին։ Այսինքն մեր խնդիրը նախ իհարկե քաղաքական էլ է, որովհետև մեր խնդիրն է, որ մեր եկեղեցին ուրիշի ազդեցության ինստիտուտ չլինի, եւ այդտեղ ուրիշի ազդեցության գործակալներ չարտադրի անընդհատ, մարդիկ չարտադրի շպրտի փողոց, քաղաքական գործընթացներ գեներացնի, հոգևոր կյանք այլասերի։ Այսինքն մեր խնդիրը հետեւյալն է, մեր եկեղեցին մեր վերադարձնելն է, մեր եկեղեցին մաքրելն է, որովհետև ինքը շատ է այլասերվել, մեր եկեղեցու արդիականացման հետ կապված շատ հարցեր քննել է, որովհետև մեր եկեղեցին պիտի գնա մոդեռնիզացիայի, ներքին մոդեռնիզացիայի, որովհետև ժամանակից աշխարհում շատ դժվար է միջնադարյան բարքերով ժողովրդին պայես քո հետ, ինքը ներսից հարցեր կա պիտի քննի, եւ պիտի լինի իսկական ազգային հոգևոր ծառայության անցնի։ Նրանց խնդիրն է դա չթողնելն է եւ կակեբով կառավարելն է, բայց դա մենք տեսնում ենք, որ մեր նախաձեռնած գործընթացը իշխանության մեր եւ շատ այլ հատվածի շատ ավելի ազդեցիկ է եւ մոտ է, որ առաջիկա ժամանակներում մենք մեր եկեղեցին կազատագրենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքասյանի հետ։ Լավ մնացեք։